Ermənistan vətəndaşı Ruben Vardanyanın Բաքվի զինվորական դատարանում ապրիլի 1-ին շարունակվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավարությունը դատական նիստի ընթացքում ցուցմունքներով հանդես են եկել հայկական ուժերի հետ մարտերում վիրավորված մի շարք ադրբեջանցի զինծառայողներ։ Վկաները նշել են, որ Ռուբեն Վարդանյանին անձամբ չեն ճանաչում եւ նրա մասին իմացել են սոցիալական ցանցերից։ Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան, այսօր առավոտյան կայացել են Գերմանիայի եւ Ադրբեջանի նախագահների դեմ արդեն բանակցությունները, դրանց մեկնարկից առաջ Գերմանիայի ղեկավարն այցելել է շեհիդների ծառուղի։ Կադրային փոխատեղումներ Վրաստանի կառավարության կազմում, դրանց մասին այսօր առավոտյան Թբիլիսիում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Նրա խոսքով պաշտոնանկ է արվել պետական անվտանգության ծառայության տնօրեն Գրիգոր Լիլուաշվիլին։ Նա նշանակվել է նորաստեղծ ռեգիոնալ զարգացման նախարարության ղեկավարի պաշտոնում։ Պետական անվտանգության ծառայության նոր ղեկավարը նշանակվել Անդրի Օհանաշվիլին, մինչ օրս նա Կոբախիձեի կառավարությունում զբաղեցնում էր արդարադատության նախարարի պաշտոնը։ Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը Gmail-ի իր անձնական օգտահաշիվներն օգտագործել է պետական նշանակության նամակագրություն վարելու համար։ Այս մասին վկայում է Washington Post պարբերականի հետաքննությունն։ Ամերիկացի լրագրողների պնդմամբ Ուոլցը անձնական օգտահաշվից ուղարկված նամակներում քննարկել է ռազմական գործողությունների մանրամասները, ինչպես նաև սպառազինության տարբեր տեսակների կարողությունները։ Ռուսաստանի նախագահի մերձավոր շրջապատը ներկայացնող ուղղակի ներդրումների ռուսաստանյան հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը այս շաբաթ կայցելի Վաշինգտոն, որտեղ բանակցություններ կանցկացնի Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆի հետ։ Այս մասին հաղորդում են Reuters-ը եւ CNN-ը, ամերիկյան դիվանագիտական աղբյուրները վկայակոչելով։ Լրատվամիջոցների փոխանցմամբ ամերիկյան պետքարտուղարությունը սառեցրել է Դմիտրիևի դեմ սահմանված պատժամիջոցները, որպեսզի նա կարողանա Միացյալ Նահանգների մուտքի վիզա ստանալ։